Ֆլեյտան համարվում է փայտյա փողային գործիքների ամենաառաջին գործիքը։ Երբ որ այդ ժամանակ նա պատրաստված է եղել փայտից, հետագայում մշակումների պատճառով, այսինքն շնորհիվ, մենք հանդիպում ենք հիմա արդեն ամբողջությամբ մետաղական կազմով կարող է ոսկուց պատրաստված լինել։ Ինչպես է հնչում դաշնամուրը, օրինակ, որ հպում ենք, որտեղից է ձայն Մենք բարձիկներ ունենք, չէ, որ բացում ենք դաշնամուրը, այնտեղ տեսնում ենք բարձիկները ինչի են հպում։ Գործիքներով, ու բանը պետալներ, քիչ բարձր է, որ մյուս ձեր ընկերներն էլ լսեն։ Պետալներ, մեկի պետալը ձայնը ավելի երկարացնում է, մյուսը ավելի ախլացնում, դաշնամուրը, ես գիտեմ դաշնամուրը երկու տեսակ, մեկը դաշնամուրը, մեկը ռոյալը։ Շատ հետաքրքիր դաս էր, ինտերակտիվ եւ բազմակողմանի ծանոթությունների հետ կապված։ Բոլոր երեխաները շատ գոհ էին, քանի որ ծանոթացան բոլոր գործիքների հետ, երաժշտական գործիքների, հասկացան թե որ գործիքներն են սիմֆոնիկ նվագախմբի կազմում մեջ մտնում, նաեւ ծանոթացան ջութակի եւ ալտի տարբերությանը։ Իմ դուրը եկավ այն պահը, որտեղ երեխաներին նույնպես ներառեցին այդ գործիքների հետ աշխատելու ընթացքի մեջ ու ինձ ոնց որ ավելի մոտիվացրեց, որ ես իմ երազանքին հասնեմ, որտեղ ես ուզում եմ սկսեմ ջութակով զբաղվել։ Շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ եւ ես անպայման կգամ համերգին, որպեսզի ավելի տեղեկացված եւ լավ տպավորություններով լինեմ ես երաժշտությունից։ Շատ դուր եկավ, հատկապես երրորդ սիմֆոնիան իմ համար շատ ուսուցանող համերգ էր, քանի որ ես սովորում եմ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում եւ իմ համար շատ լավ փորձ էր, որպես գործիքների հետ ավելի լավ ծանոթանալ եւ ավելի լավ ծանոթանալ երաժշտական արվեստին։ Ճիշտ ասած ես այստեղ առաջին անգամ եմ եւ շատ տպավորված եմ երրորդ սիմֆոնիայով։ Շնորհակալ եմ, որ այսօրվա օրս գեղեցկացրեցիք։